Չէ, շատ լավ է, շատ լուպար, մալայգի։ Oh, happy Հարգելի հանդիսատեսներ, մասնակիցներ, հիմա ուզում եմ ներկայացնեմ, որ բեմի ձախ կողմում ևս մեկ մաստեր կլաս անելու Արավանյանը Մայրոտ հյուրանոցից կարող եք մոտենալ եւ տեսնել ինչպես է նա նորովի պատրաստում տոլման։ Կարմիր խաչի, կարմիր տաղավարի կողքին։ Բեմից ձախ։ Direkt. Զրոյականից պետք է սկսենք, որ տեսնենք։ Միկրոֆոնը չի հասնում ստե ձգել, բայց ես կներկայացնեմ Ժողովուրդ ջան Արավանյանին, Մայրոտ հյուրանոցը Երևանի բրենդ շեֆն է եւ Զեթիլիա Վահանը Երեմյան ակադեմիայի դասավանդողներից։ Այսօր իրանք ցույց են տալի ձեզ նորովի հայկական ինչպես կարելի է տոլման ձևավորել եւ մատուցել հյուրին։ Ավելի բարձրակարգ ռեստորանում։ Մենք այսօր ավանդական մեր հայկական տոլման, քանի որ պայմաններն են ցավ որ շատ բան տեղում չեն կանում, մենք արդեն պատրաստած իրան բերել ենք, ուղղակի նոր մի հատ մատուցման տարբերակ ենք ուզում առաջարկել։ Այսինքն ունենք ստեղ մեր հայկական ավանդական տավարի մսով պատրաստված տոլման, հայկական ամենուկներով, ունենք կանաչիներից հայկական պատրաստված կանաչ ձեթ, ունենք նուռ, ունենք սաղիկներ, ունենք միկրոկանաչիներ, ունենք լավաշից, ուրեմն լավաշը կտրել ենք սենց լենտաների նման բաներ ենք ստացել, հետո իրանց պրեսի տակ կարակով ցածր ջերմաստիճանով չորացրել ենք եւ ունենք քամած մածունից կրեմ։ Ամեն ինչը փորձել ենք մատուցենք։ Այսին նկարվելու տոլմա է ալելու, էլի կորը չենք հապտեսնելու, բայց նկարվելու չի Մատուցման ձև իմանալ։ Այո, ինչպես կարելի է նաև մատուցել տոլման։ Միայն թե ոչ Կանաչ ձեթ ինչով էր կանաչացած։ Շատ լավ հարց է։ Կարող եք հարցեր տալ կանաչ ձեթի պատրաստման։ Այո, այս դեպքում այո, որովհետև ինքը ամենալավ գույնը պետրուշկան է։ Հիմա ես առաջադրանից մենք ներկայացնենք ինչ է արվում, ոնց է պատրաստվում այս կանաչ ձեթը։ Վերջնում եք մի հատ հայտարարություն եմ, որ հարց եք տալիս, լռեք, որ լսենք։ Այո, ոնց է պատրաստվում կանաչ ձեթը պետրուշկայով, մաղադանոսով, սկզբի համար իրան բլանշ ենք անում, բլանշ ինչ է, եռացած ջրի մեջ մտցնում ենք և հանում ենք ու կողքը ունենում ենք սառույց
սառույցով ջուր եւ մտցնում եք սառույցի մեջ։ Ինչի համար գույնը ոչ թե պահպանվում է, ավելի վառ գույն է ստանում, կանաչ գույնը ավելի է արտահայտիչ դառնում։ Ու դրանից հետո ինչ է արվում, ձեթը եւ իրան լավ քամելուց հետո ձեթը եւ մաղադանոսը, պետրուշկան սկսում է բլենդեր անելը ձեթով։ Բլենդեր եք անում այդ ամենը, կարող եք մի փոքր աղ համեմել կամ չհամեմել։ Բլաշ անելուց կարող եք մի փոքր սոդա ավելացնել կամ այդ ըստ ցանկությանը, ինքնս շատ մեծ տարբերություն չի տալի, իր համը այդքան արտահայտիչ չի լինի։ Եվ բլենդերով խփելուց հետո լցնում ենք մի հատ տոպրակ կամ ինչ-որ մի բան, նստվածքը, տեսեք ինքը ունի երկու շերտ, ձեթը գույնը բարձրանում է վերև, իսկ նստվածքը տակը։ Ցանկալի է, որ այս նստվածքը հանել, մենակ ձեթը մնալ, նստվածքը այդ մանր իր խփված մաղադանոսը նաև կարող եք Դուրմականը դարձնելու որ կարմիրացնի։ Այս բանը դարձրեք, ու կողքին այստեղ դարձրեք։ Հեսա հենց հիմա կտակ, անկասնենք Առաջարկում եմ բոլորով հավաքել անցերի հատվածում մեծ շրջան կազմեք, մեջտեղ հավասար փոխելով ես տարածքում մեծ շրջան կազմեք ժողովուրդ։ Զուտ կամած մածունա, թե հետը ինչ-որ բան կա խառնած։ Մի քիչ սումակ։ Սումախ։ Ու հիմա մի քիչ էլ բան դե խաղամ, այս Գույնը չի փոխել։ համարյա թե չէ։ Չէ սումախը։ Ժողովուրդ մեծ շրջան կազմեք օգնեք մարդկանց կողմից։ Հա, չէ, կարակի։ Լավաշա, չորացրած։ Չէ, դեպիչը վարդիկ կան, որ միանան մեծ շրջան։ Ժողովուրդ լավ, մենք սկսենք մինչև մեզ ընթացքում կմիանանք։ Առաջինը սովորելու ենք Կարմիր փոչարի բարել ու ձեր թույլտությամբ ես բարի մասին կխոսեմ, իր նշանակության մասին, հենց արդեն կսովորեն շարունակել, որտեղ ցանկացած բան, որ մեր նախնիները բարել են, հստակ մասին նշանակություն ունեցել։ Հայկական ազգային բարել մի քանի դրանցից ամենամեծ երևի ռազմական բարելն են եւ